Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Սեզոնային փոփոխությունները փոխում են մեր հագուստը, ֆիզիկական ակտիվությունը, քնի ռեժիմը, իսկ ինչպես է փոխվում սննդակարգը։ Այո, շրջակա միջավայրի ջերմաստիճանը որոշակիորեն ազդեցություն ունի մեր սննդակարգի վրա։ Խաշի մասին խոսենք, ձմռանը խաշի սեզոնը բացվում է։ Օգտակար թե վնասակար է։ Չէ, մարդը որ խաշի սեզոնը բացում է սեպտեմբերի 1-ին, փակվում է օգոստոսի 1-ին։ Միակ ամիսը եւ նման միֆ կա, չէ, որ խաշ կարելի է ուտել մենակ այն ամիսներին, որտեղ ամսվա անվան մեջ հրը տառը կա։ Խոսենք ապուրների մասին, ձմռանը շատ ենք սիրում օգտագործել, հաճելի է տաքանալու համար, շատ են հարցնում մսի արգանակի մասին, մսի օգտակարությունը արգանակին անցնում է։ Առաջինը բուլյոնը արգանակը անպայման պետքա թափել միանշանակ։ Ինչու՞։ Ի մասին խոսենք, որ ի տարբերություն ամռանը, ձմռանն ավելի շատ ենք սիրում օգտագործել, որն է օգտակար միսը։ Դու դրած կաղամբի մասին, սննդաբանները այն սուպերֆուդ են անվանում։ Ես շատ սիրում եմ։ Ես միշտ ասում եմ, նայեք, վիտամին C-ն իր գիտական անունը ասկորբինատ թթու է։ Իսկ ինքը շատ լավ իրեն կզգա թթվի միջավայրում։ Կծու համեմունքները, որոնք մետաբոլիկ ակտիվություն են բարձրացնելու, ախորժակ են բարձրացնում մետաբոլիկ ակտիվություն, դու ավելի շատ ես ուտում, ավելի ինտենսիվ մետաբոլիզմ է գնում եւ այդ մետաբոլիզմի այդ ամբողջ արտադրված էներգիայի մոտ մի 75%-ը դառնալու է ջերմային էներգիա եւ պաշտպանելու է ձեզ ձմռանը։ Հաղորդման գործընկեր Հովակիմյան էսթետիկ կենտրոն։ Դուք դիտում եք միֆեր առողջության մասին հաղորդումը բարև ձեզ։ Սեզոնային փոփոխությունները փոխում են մեր հագուստը, ֆիզիկական ակտիվությունը, քնի ռեժիմը, իսկ ինչպես է փոխվում սննդակարգը, սնունդ ձմռան համար, տաքացրու օրգանիզմդ։ Կզրուցենք բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, սննդաբան Արմեն Մկրտչյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մկրտչյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Կարող ենք ասել, որ ձմեռային սեզոնը պահանջում է նոր սննդակարգ, ինչ ուտել ձմռանը տաքանալու համար։ Հիմնական խնդիրը այն չի, որ ուտենք տաքանալու կամ չտաքանալու կամ չմրսելու համար, մեր օրգանիզմը ինքն է այդ պահանջը մեր առաջ դնում, որտեվ այո, շրջակա միջավայրի ջերմաստիճանը որոշակիորեն ազդեցություն ունի մեր սննդակարգի վրա։ Մենք ինքներս նկատել ենք, որ ամռանը շատ հաճախ անցնում ենք բանջարեղենային աղցանների դիետային, իսկ ձմռանը ավելի շատ ենք ուտում ճարպոտ մթերք, ավելի շատ ենք ուտում, չափաբաժինները մեծանում է եւ այլն։ Ինչու՞, որտեվ այո, մեզ էներգիա է պետք։ Էներգիայի միակ աղբյուրը սնունդն է։ Եվ այդ շատ քանակությամբ, մեծ քանակությամբ էներգիան ապահովելու համար մեզ պետք է նաև ավելացնել մեր չափաբաժինը, մի փոքր փոփոխել եւ բացի դրանից մենք նաև խիստ սահմանափակված ենք ընտրության առումով ձմռանը։ Ցավոք սրտի մենք բավականին լուրջ սեզոնայնություն ունենք, այդ թվում նաև մրգերի, բանջարեղենի եւ այլն, եւ շատ ավելի սահմանափակ է մեր սննդակարգը ձմռանը ստացվում, քան ամռանը, աշնանսկիզբ։ Ամեն դեպքում մեզ պետք է խթանել մեր մետաբոլիզմը, մեր փոխանակությունը, մեզ պետք է խթանել մեր օրգանիզմը, որպեսզի ինքը կարողանա բավարար քանակությամբ մետաբոլիկ ջերմություն արտադրի, որպեսզի մենք չմրսենք։ Եվ մասնավորապես կան սննդատեսակներ, որ սիրում ենք օգտագործել ձմռանը, օրինակ սալ հայերը շատ են սիրում օգտագործել, խոսենք այն օգտակար թե վնասակար է համարվում օրգանիզմի համար եւ որն է միֆը սալի մասին։ Ինքը ճարպ է, խոզի ճարպ է, հագեցած ճարպաթթուներով բավականին հարուստ, խոլեստերինով բավականին հարուստ, այո, որոշակի քանակությամբ օգտագործել ես դեմ չեմ, կարելի է օգտագործել, մանավանդ որ ինքը համեմված է, համեմունքներ են օգտագործվում, այդ թվում նաև կծու համեմունքներ, որոնք նաև մետաբոլիզմը խթանելու էֆեկտ ունեն, կարելի է, բայց այն նույն տրամաբանությամբ, որ եթե ասում են կարելի է լավ է, ուրեմն կարելի է անսահմանափակ, մենք միանշանակ վնասելու ենք մեզ, եթե մենք շատ այդ ճարպից ուտենք, որտեղ այդքան ճարպային սնունդը ենթադրում է, որ մենք կարող ենք նաև ճարպային ստրեսի մեջ ընկնենք, չկարողանանք յուրացնել այդքան ճարպը, ստանանք ճարպերի թերայրում եւ դրա հետևանքով նաև այդ ճարպային թերայրման մետաբոլիտները կարող են մեզ ինչ-որ որոշակի վնաս հասնել, ել չասեմ խոլեստերինը, որ եթե մենք 3 ամիս անընդմեջ բարձր խոլեստերինային սննդակարգով առաջնորդվենք, բացառված չի, որ մեկ էլ մի գեղեցիկ պայծառ արևոտ մարտյան օր գնանք անալիզներ հանձնենք, մենք շատ սիրում ենք, չէ՞, անալիզներ հանձնելը ու պարզենք, որ մեր վառ խոլեստերինը բարձրացել է։ Հանգիստ կարող է բարձրանալ, էլ չխոսենք ավելորդ քաշի, ճարպակալման ռիսկերի մասին։ Մանավանդ որ մենք ստեղ նաև նշեցիք արդեն, որ ֆիզիկական ակտիվության նվազում կա, այնպես որ այդ ռիսկը կա։ Պետք է ճանաչել չափը։ Խաշի մասին խոսենք, ձմռանը խաշի սեզոնը բացվում է։ Օգտակար թե վնասակար է։ Չէ, մարդը որ խաշի սեզոնը
բացում է սեպտեմբերի 1-ին, փակվում է օգոստոսի 1-ին։ Միակ ամիսը եւ նման միֆ կա, չէ, որ խաշ կարելի է ուտել մենակ այն ամիսներին, որտեղ ամսվա անվան մեջ երբ տառը կա։ Մինչև ապրիլ, մայիս, հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին խաշ չենք ուտում, մնացած ժամանակ։ Խաշը իրականում ամենօրյա սննդակարգ չի, սննդատեսակ չի, ճաշատեսակ չի, խաշը ավելի շատ սովորույթ է, խաշը ավելի շատ առիթ է, որպեսզի հավաքվենք, ընկերներով շփվենք, հարազատներով շփվենք, մի քիչ լավ տրամադրություն ապահովի եւ այլն եւ այլն։ Խաշը բավականին ցածրարժեք սպիտակուցներ են, որովհետեւ շահարկցական հյուսված կա, այնտեղ մենք ունենք որոշակի կարևորագույն սպիտակուց ամինաթթուների անբավարարություն, էսենցիալ անփոխարինելի ամինաթթուների անբավարարություն։ Խաշը բավականին ծանր է, որտեղ մենք խաշը նաև օգտագործում ենք առլի քանակությամբ ածխաջուր հացա եւ իրավիճակը մի փոքր փրկում է, որ մենք օգտագործում ենք նաեւ որոշակի բող, կանաչի, որպեսզի այդ ամբողջ ածխաջուրը արագ չներծծվի, մարսողությունը մի քիչ կարգավորվի, ներծծումը մի քիչ լավանա եւ այլն եւ այլն։ Իրականում խաշը որպես սննդատեսակ այնքան էլ արժեքավոր չի, ինքը իր արժեքը ընդամենը հավաքներ կազմակերպելու ունակության մեջ է։ Ահա, երբ ընկերներով հավաքվում ենք, ընդամենը։ Եվ կարելի է ուղղակի հավաքվել խաշի եւ խաշի փոխարեն ուտել հարիսա, որը պաշտպանված ածխաջրեր է ծավալ եւ բարձրարժեք սպիտակուցը թշնամիս։ Եվ նաեւ եթե մի քիչ կարակ դնենք, նաեւ այս դեպքում բարձր սննդային արժեք կներկայացնի իրենից հարիսան, խորհուրդ ենք տալիս։ Խոսենք ապուրների մասին, ձմռանը շատ ենք սիրում օգտագործել, հաճելի է տաքանալու համար, շատ են հարցնում մսի արգանակի մասին, մսի օգտակարությունը արգանակին անցնում է։ Նայեք, ես տարօրինակ կարող եմ հնչել սննդաբանից, բայց ես ապուրներին առանձնապես շատ կարևորություն չէի տա։ Ես միշտ ասում եմ, ապուրները ստեղծվել է, որպեսզի փոքր ինքնարժեքով, ցածր ինքնարժեքով կշտացնեն։ Իրականում հեչ կարևոր չի, որ այդ ջուրը, չգիտեմ, օգտագործվի, դու կարող եք ուղղակի կողքից հետը ջուր խմեք կամ ընդհանրապես ջուր չխմեք, թեյ չեմ սիրում ազնվորեն, թեյը սուրճը կաթը չեն թողնելու, որ այդ կալցիումը լավ յուրացվի, սպիտակուցից երկաթը լավ յուրացվի, դրա համար ուղղակի ընդմիջում տվեք որոշակի 1-2 ժամ սնունդի ընդունման եւ սուրճ կամ թեյ խմելու արանքում։ Ասում եմ, ես միշտ ասում եմ, եթե հյուրերին ուզում եք շուտ ճանապարհեք, միանգամից սեղանը հավաքեցեք, սուրճ առաջարկեք, եթե հաճելի հյուրեր են, մի քիչ սեղանի խաղացեք, չգիտեմ, ալբոմները թերթեք, գոնե մեկ խաղակես ֆուտբոլ նայեք, հերթացող նոր սուրճ կամ թեյ առաջարկեք, որպեսզի հասցնի այն երկաթը ներծծվի եւ այլն եւ այլն։ Նայեք, առաջին բուլյոնը արգանակը անպայման պետքա թափել միանշանակ։ Ինչու՞։ Որտեղ այնտեղ կան այդ նույն հորմոնները, այնտեղ կան նաև այն ծանր մետաղները, որ կարող են դուրս գալ մսից, այն անտիբիոտիկները, որոնք օգտագործվում են մսի չգիտեմ մշակման ժամանակ, հա, այդպես ասեմ, եւ առաջին արգանակը միշտ թափվում է։ Երկրորդ, իսկ այդ առաջին արգանակի հետ տեսականորեն դատարկում է նաև այն ամեն ինչը, ինչ որ մսի մեջ կար։ Եվ երկրորդ արգանակի մեջ այլևս այդքան շատ բան չի մնում, որ մի հատ էլ դա դատարկենք եւ մտածենք, վայ, ինչ ափսոս էր, բայց երկրորդ արգանակով այո, թերևս կարող եք թե փլավ պատրաստեք, թե ուղղակի տակ, եթե շատ այդքան սիրում եք մի քիչ համեմունքներով։ Այդ դեպքում խոսենք համեմունքների մասին, պարոն Մկրտչյան, կոճապղպեղի մասին այդ թվում նաև ինչ օգտակարություն ունի եւ հատկապես ձմռանը կամ ցուրտ սեզոնին ինչ համեմունքներ խորհուրդ կտաք օգտագործել։ Իրականում ցանկացած համեմունք ինքը լավ է, այն առումով, որ ինքը միշտ փոփոխում է համը եւ դուք նույնիսկ այդ սահմանափակ սննդամթերքային ընտրության պարագայում դուք համեմունքներով կարող եք ստանալ տարբեր համեր եւ ավելի բազմազան սարքեք։ Նույն կարտոֆիլը տարբեր համեմունքներով տարբեր համ ունի։ Հա, ամենապարզ պրիմիտիվ։ Այնպես որ համեմունքները միշտ շատ լավ են եւ համեմունքների բազմազանությունը նաեւ նպաստում է, որ մենք նվազեցնենք աղի քանակը, որտեղ այդքան համեմունքների մեջ այլևս աղի պահանջ այդպիսի մեծ չենք ունենում։ Եթե դու ունես շատ հաճելի, չգիտեմ, ուրցային համ, դու այլևս չես ուզի, որ դա նաեւ մի հատ էլ աղի լինի։ Եվ նաև համեմունքների մի մեծ հատված նույն այդ, չգիտեմ, մեխակը, նույն դարչինը, նույն կոճապղպեղը, իրենք նաև խթանող էֆեկտ ունեն, իմունիտետն են խթանում, այո, քրքումը արտակարգ լավն է այդ առումով, բայց միևնույն ժամանակ պետք է հիշենք, որ չարաշահել չի կարելի համեմունքները։
բայց ձմռանը օգտագործեք։ Ձմռանը ավելի շատ, որտեվ թարմ բանջարեղենի պարագայում ավելի լավ է թարմ բանջարեղենի եւ մրգի համը զգաք։ Իսկ ձմռան ժամանակափակ այդ սննդակարգի դեպքում համեմունքները մեզ շատ օգնում են։ Մսի մասին խոսենք, որ ի տարբերություն ամռանը, ձմռանն ավելի շատ ենք սիրում օգտագործել։ Որն է օգտակար միսը։ Օգտակար միս ձուկը եւ ծովամթերքը միանշանակ, եթե վերցնենք որպես միս, իրականում ինքը լրիվ այլ բան է, իդեալական, հա, թռչնամիսը վատը չի, կրծքամիսը առանց կաշվի, կարելի է կարմիր միս օգտագործել, տավարի միս կամ խոզի միս, բայց փորձենք մի փոքր սահմանափակենք եւ փորձենք ավելի քիչ յուղանությամբ տարբերակներ ընտրենք։ Ես միշտ ասում եմ 2 օր շաբաթվա ընթացքում կարող եք կարմիր միս ուտել, 2 օր թռչնամիս, 2 օր ձուկ, մի օրն էլ մի կերպ յոլա գնացեք առանց մսի գոնե, հա։ Եվ այդ պարագայում կստացվի, եթե շաբաթական նույնիսկ մեզ 3-400 գրամը առավելագույնն է, որ կարելի է օգտագործել կարմիր միսից, ստացվում է օրական 200 գրամ միս, որը դա բավականին լուրջ թիվ է, 2 մեծ կտոր ափի չափով, այսինքն ես այնպես չի, որ ստիպում եմ ձեզ ընդհանրապես հրաժարվել մսից եւ շատ հաճախ լսում եմ, «Բա ոնց կարելի է առանց մսի», որ դուք պատկերացնում եք շաբաթը 400 գրամ։ Հիմա որ դուք հաշվեք, թե դուք ինչքան եք ուտում շաբաթական, դուք այդքան չեք ուտում։ Ուղղակի ձեր մոտ գրամները արդեն վախի զգացողություն են առաջացնում։ Իրականում ես շատ չեմ սահմանափակում ձեզ։ Հա, կարելի է, ոչ մի խնդիր չկա, ուղղակի աշխատեք տենց տապակել չլինի, շատ բարձր ջերմաստիճանի տապակումը ձեթի մեջ եւ այլն պետք չի, խաշած, շոկե խաշած տարբերակով շատ ավելի լավ կլինի։ Բաստուրմա սուջուխի մասին են հարցնում։ Այո, դա վերամշակված մսամթերքը ես չեմ սիրում, շատ հաճախ օրինակ ասեմ, հա, երշիկեղենի մեջ նախ աղը աննորմալ քանակությամբ աղալ ասում, թե սուջուխի, թե բաստուրմայի, թե երշիկեղենի մեջ, այդ մեկ արդեն որ իմ համար այլևս կարմիր դրոշ է եւ այլևս պիտի ասեմ ոչ, հետո ոչ բավարար ջերմային մշակում անցած լինելը։ Հումիսա ի վերջո, այո։ Եվ իզուր չէ որ բոտուլիզմ բառը գալիս է երշիկ բառից գերմաներեն, որտեղ առաջին դեպքերը բոտուլիզմի գրանցվել են երշիկեղենից, սեղմած անաերոբ պայմաններ, առանց թթվասնի պայմաններ ստեղծած, գումարած շատ հաճախ երշիկեղենի մեջ ավելացում են նիտրիտներ։ Նիտրիտները ավելացում են 2 նպատակով։ Առաջինը դա ճնշում է կլոստրիդիում բոտուլինումին, այսինքն բոտուլիզմի ռիսկն է ճնշում, ինչը շատ դրական է, եւ մյուսը որպես գունանյութ է օգտագործվում, որովհետեւ շատ հաճախ այդ մսին խառնում են նաեւ այլ բաներ եւ ինքը մսի գույն չունի եւ որպեսզի մեզ համոզեն, որ դա մսամթերք է, իրենք ավելացնում են նիտրիտներ, որ կարմիր գույն տա։ Այդ նիտրիտները մեր օրգանիզմում շատ բարեհաջող դառնում են նիտրոզամիններ, ես չասեմ դուք կարող եք Google անեք, հա, կամ արհեստական բանականությունը հարցնեք, թե նիտրոզամինները ինչ ռիսկ, ինչ վտանգ կարող են ներկայացնել մեր օրգանիզմի համար։ Նիտրոզամին, այո։ Քաղցկեղածին են։ Սա իրականությունը ընդհանրապես երշիկեղեն, նրբերշիկ, երշիկ, ցանկացած, ես միշտ այդ օրինակը էլի բերում եմ, ասում եմ Ժորժ ջան, թարմ միսը, փափուկ միսը 4.5-6 հազար դրամ է, ինչպես կարող է 1 կիլոգրամ երշիկը այդ նույն միսից պատրաստված լինի 2000 դրամ։ Այսինքն պատկերացնում եք, չէ՞ որ դրա ընդհանրապես 100%-ը միս կարող է լինել։ Մի խափեք ձեզ։ Եվ ձեր երեխաներին։ Այո, եւ ձեր երեխաներին։ Խոսենք բուսական ծագման սպիտակուցների մասին։ Մենք հիշում ենք լոբուսի, սերի, ոսպի մասին, ձմռանը թերևս, աշուն ձմեռ սեզոններին։ Բուսական սպիտակուցները կարող են փոխարինել կենդանականին։ Այո, եթե մենք այսպես կոչված կոմպլիմենտար սպիտակուցներ ենք օգտագործում, իրար փոխլրացնող, օրինակ ասենք, չգիտեմ, հնդկաձավար եւ լոբազգիներ։ Մեր հայկական խոհանոցում կա շատ սիրված ամենօրյա փլաֆի տեսակ ոսպով բրնձով, հա։ Մեկի մեջ մի ամինաթթունաշատ, մեկից մի քիչ կա 90 մեջ հակառակը եւ իրար հետ իրենք շատ հանգիստ եւ ի վերջո գրականություն գրեթե դուք չեք գտնի գիտական, որ ասեն, որ բուսակերական սննդակարգը սպիտակուցային անբավարարության ռիսկի գործոն կարող է լինել։ Այո, կարող ենք փակել, մանավանդ եթե մենք ընդհանրապես մսից ենք հրաժարվում եւ օգտագործում ենք նաեւ ձու եւ կատնամթերք, ոչ մի խնդիր չի կարող լինել սպիտակուցային։ Ավելին, ինչպես դուք նշեցիք, կան սպիտակուցների համադրություններ բուսական ծագման, որոնք ավելի կրկնապատկում են օգտակարությունը։ Օրինակ, բրինձը առանձին կամ ոսպը առանձին այդքան օգտակար չեն, որքան երկուսը միասին։ Դերևս ոսպը ամենալավ
լոբազգին է իմ ամենասիրած, որպես մասնագետ, հա, մասնագիտական տեսակետ։ Իսկ ինչու։ Նախ մսից ավելի շատ սպիտակուցա պարունակում։ 100 գրամի մեջ եթե մսում 16-20% է, նայած թե ինչքան ճարպ կա, ոսպի մեջ 23-25% է։ Որ ոսպի կարմիր։ Թերևս երկուսի մեջ է, բոլորի մեջ է, բայց ես ավելի գերադասում կարմիր ոսպ, հա։ Հասանելիությունը բավականին բարձր է, եւ եթե մենք ճիշտ պատրաստենք, նաեւ այն վտանգավոր խնդրահարույց նյութերը, նախ ֆիտատները ավելի քիչ են, քան լոբու մեջ, որ չեն թողնելու երկաթը, այն մյուս հանկային տարերը ներծծվեն, եւ եթե մի քիչ ճիշտ ենք պատրաստում, թրջել, ճիշտ գրագետ եփել եւ այլն, ինքը շատ հրաշալի, հեշտ հասանելի, յուրացվող սպիտակուցների աղբյուր է ստացվում։ Եվ մարսողական խնդիրներ չի առաջացնում։ Այո, եւ նաեւ սննդային թելիկներ կա իր մեջ։ Այո։ Խոսենք թթու դրած կաղամբի մասին, սննդաբանները այն սուպերֆուդ են անվանում։ Ես շատ սիրում եմ։ Ես միշտ ասում եմ, նայեք, վիտամին C-ն իր գիտական անունը ասկորբինատ թթու է։ Իսկ ինքը շատ լավ իրեն կզգա թթվի միջավայրում։ Եթե հիմնային միջավայրում լինի, կքայքայվի։ Թթու դրած կաղամբի մեջ արդեն ի սկզբանե վիտամին C-ն շատ է։ Թթու դրած կաղամբում ինքը չի քայքայվում եւ ինքը շատ ակտիվ է եւ շատ հաճույքով իր ֆունկցիան կատարում է գործառույթները։ Թթու դրած կաղամբի պարագայում միակ խնդիրը եւ նաեւ ֆերմենտացված է, նույն կիմչի տեսակոտեսովկով եւ այլն, հա, ինչ ոնց ուզում ենք, իսկ ֆերմենտացված սննդամթերք որպես կենսաակտիվ, հա, մթերք ես շատ սիրում եմ, միշտ կարելի է օգտագործել, իհարկե ոչ անսահմանափակ, բայց ամեն դեպքում միակ խնդիրը թերևս աղը կարող է լինել, որտեղ մեր թթու կաղամբը բավականին աղի է։ Մենք ունենք մեկ այլ կաղամբով թթու, որ մենք անվանում ենք մալականի թթու, գազարով կաղամբով, որը նաև իրենց բարերով ասած, ռուսերենով ասած մալասոլնի տարբերակա, քիչ աղային տարբերակա եւ ստեղ այդ աղի հավելյալ քանակների ռիսկը ավելի ցածր է։ Այո, իսկ օգտակարության մասին։ Լավն է։ Միանշանակ, այո, դիմադրողականությունը բարձրացնում է հատկապես ցուրտ սեզոնին, երբ վիրուսներն ակտիվանում են։ Շատ լավ։ Խոսենք կծու թթու առհասարակ օգտագործելու անհրաժեշտությունից, ճիշտ է, որ դրանք իսկապես օգնում են մեզ բարձրացնել իմունիտետը, նաև պաշտպանվել ցրտից։ Օրինակ կծու համեմունքները, որոնք մետաբոլիկ ակտիվություն են բարձրացնելու, ախորժակ են բարձրացնում մետաբոլիկ ակտիվություն, դու ավելի շատ ես ուտում, ավելի ինտենսիվ մետաբոլիզմ է գնում եւ այդ մետաբոլիզմի այդ ամբողջ արտադրված էներգիայի մոտ մի 75%-ը դառնալու է ջերմային էներգիա եւ պաշտպանելու է ձեզ ձմռանը։ Ու եթե դուք կարողանում եք, եթե ձեր աղեստամոքսային տրակտը դրան պատրաստ է, դիմանում է, դա ձեզ հաճելի է, պետք չի ստիպողաբար կայանյան պղպեղ ուտել, որպեսզի առողջ լինես։ Եթե օրգանիզմը չի ընդունում, եթե ծանր է, եթե մարսողության հետ խնդիր ունեք, հետո այրոցի զգացում կունենաք, վնասված լորձաթաղանթ ունեք եւ այլն, բնականաբար պետք չի։ Բայց ընդհանուր առմամբ առողջ մարդու համար կծուն օգտակար է նյութափոխանակությանը։ Եվ ամփոփենք մեր զրույցը անդրադառնալով թեյերին, որ ձմռանը շատ նախընտրում ենք, ըմբում ենք, ինչ չի կարելի ներկան, սուրճին նաև միշտ երբ որ ինձ հարցում են սուրճը թե է վտանգավոր, ես ասում եմ սուրճը թե է վտանգավոր չի, վտանգավոր է դրա մեջ ավելացված շաքարը։ Մենք շատ սիրում ենք, վայ մի հատ փրշտացինք, մի հատ հազացինք, վայ մալինայի մուրաբայով թեյ խմի վիտամին C, Ժորժ ջան, վիտամին C-ն շատ արագ քայքայվում է ջերմային մշակման ենթարկելուց։ Եթե ձեր այդ մուրաբան ազնվամորու դուք եռացրել եք 1-1.5 ժամ, այնտեղ վիտամին C չկարողա, դուք եղբան ջրի մեջ լցնում եք այդ մուրաբան, այդ մարդը տաք թեյը խմում է եւ քրտնում է։ Հա, ոնց որ այդ առումով վիտամին C այնտեղ չկա։ Եվ թեյերը թերևս էլի ասացի, եթե մենք խոսում ենք իրական թեյի մասին, ուրեմն ինքը չի թողնելու, որ երկաթը օրինակ յուրացվի։ Նույնը սուրճը, նույնը կաթը չի թողնելու, որ երկաթը յուրացվի։ Այնպես որ ընդմիջում տվեք սնունդի եւ կամ առանցին այդ միջ ուտեստ կոչվածը թեյ արեք, թերևս կարող եք խնդիր չկա մի քանի խուրմայով կամ թեկուզ մի փոքրիկ կտոր թխվածքով ոչինչ ոչ մի խնդիր չկա, ոչ մեկ չի ասում, որ 0 գրամ շաքար է պետք ձեզ, բայց ամեն դեպքում աշխատեք անմիջապես հիմնական սնունդից հետո այդ ամեն ինչ չկազմակերպեք։ Շատ լավ։ Փորձենք ամփոփել, պարոն Մկրտչյան, ինչ պետք է ընդգրկել սննդակարգում այս սեզոնային փոփոխությունների ժամանակ, երբ մարդիկ փորձում են իմունիտետը ամրացնել եւ ավելի այսպես կոմֆորտ զգալ իրեն։ Նույնիսկ ամենացուրտ ձմեռվա օրը
չմոռանաք մրգի եւ բանջարեղենի կարեւորության մասին, թեկուզ թթու դրած տարբերակով, չմոռանաք, որ կան որակյալ սպիտակուցներ, որոնք պարտադիր են ամեն սնունդի ընդունման ժամանակ, չմոռանանք, որ համեմունքները շատ կարևոր են մեր համար, դրանք ոչ միայն համի համար են, այլ նաև խթանում են մեր իմունիտետը, խթանում են մեր փոխանակությունը, լավացնում են մեր նյութափոխանակությունը եւ ակտիվացնում են էներգիայի արտադրությունը, ջերմային էներգիայի, եւ ի վերջո կարող եք նաև հետևել մի քիչ էլ ձեր քիմքին, եթե ապուրի սիրահար եք, կարող եք ապուրել օգտագործել, եթե, չգիտեմ, տաք թեյերի սիրահար եք, օգտագործեք նաև թեյեր, սուրճ, բայց հիշելով այն սահմանափակումները կամ այն հերթականությունը կամ այն խորհուրդները, որ մենք այսօր քննարկեցինք։ Շնորհակալություն, պարոն Մկրտչյան, ինֆորմատիվ զրույցի համար։ Տիրապետեք ինֆորմացիայի ուժին, իսկ ինֆորմացիան մի բան է, որը կիսվելուց չի պակասում։ Կիսվեք այս ինֆորմացիայով ձեր ընկերների հետ։ Մենք զրուցում ենք սննդաբան Արմեն Մկրտչյանի հետ, հետևեք մեր թողարկումներին։ Մինչ հանդիպում։